Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ 17 տարի անց Վարդան Ղուկասյանը կրկին դարձավ Գյումրու քաղաքապետ։ Նիստին մասնակցել են ընդդիմադիր կոմունիստական կուսակցությունը, Մեր քաղաքը, Իմ հզոր համայնք եւ Մայր Հայաստան դաշինքները։ Արտահերտ ընտրության արդյունքով 14 մանդատ ստացած քաղաքացիական պայմանագիրը ավականու առաջին նիստին չի մասնակցել։ ՔՊ խմբակցության ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանն ասել է, որ այս իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է։ Ղուկասյանը նիստը սկսել էր աղոթքով, լրագրողների հետ կիսվել էր իր արած գործերով, ինչին եւ հաջորդել է բաց քվեարկությունը։ Այն նկարները, որ հիմա ներսը գտեսնեք, դա Մինասի նկարներն է, այն ժամանակ Երևանի հզոր ղեկավարները ուզում էին տանել, ես կռվել եմ, բերե պահել եմ այստեղ, չեմ թողել, որ քաղաքից տանեն։ Դուք պատկերացնում եք, Մինասի նկար այստեղ լինի ու չտանեն։ Միակ մարդն եմ, որ պահել եմ։ Այս մեծ չարչարանքների դնով է պահվել։ Ես առաջարկում եմ հայրմերով սկսենք։ Ոտքի կանգնենք հայրմերն ասենք, որ Աստված մեզ իմացություն ու խելք ու շնորհք տա։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերկինք ես Սուրբ Եղիցի անուն քո, ծոցտիչ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնարությանը 0 տեն։ Ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե ինչ մենք է չմասնակցենք, թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտեղ գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ծևի կանեն, կակոյ պրիվետ, կակոյ ատվետ։ Ինչպես է իշխանությունը պատկերացնում աշխատանքը նորընտիր քաղաքապետի հետ, այս հարցը լրագրողներն ուղղել են Նիկոլ Փաշինյանին։ Նա խուսափել է լրացուցիչ մեկնաբանությունից, նաև անդրադարձել է խաղաղության համաձայնագրին եւ Սյունիքով ճանապարհին։ Գյումրի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել։ Եթե նոր սահմանադրություն ունենանք, անկախության հռչակագրում հղումը նախաբանին կպահպանվի կամ պետք է պահպանվի ըստ ձեզ թե ոչ։ Գիտեք, ես 2000, եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև այցելել է Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր, ծանոթացել է շենքային պայմաններին։ Հանցագործության մասին մարդը մեկ զրույց Հանրապետություն։ Քանի օպերատոր ունենք։ 12 օպերատոր ունենք, այս պահին եւ 15 դիսպեչեր։ Խորհրդարանում նիստը սկսվել է բարձր տրամադրությամբ, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է մի քանի падգամավորների, որոնց ծնունդն էր այսօր։ Անդրադարձել է նաև ոստիկանության եւ կինոյի օրվան։ Այսօր
Հակոբ Արշակյանի, Շիրակ Թորոսյանի եւ Նարեկ Ղարամանյանի ծննդյան օրերն են, շնորհավորում են մեր գործընկերներին։ Ինչպես նաեւ հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոնն է, մենք շնորհավորում ենք մեր գործընկերներին, շնորհակալություն ենք հայտնում իրենց կատարված աշխատանքի համար, իրենց ծառայության համար, նաև տիկին նախարար ձեզ ենք շնորհավորում, ինչպես նաև ոստիկանապետին ենք շնորհավորում եւ ազգային ժողովի անունից շնորհակալություն ենք հայտնում ձեզ արդեն իսկ արված բարեփոխումների համար եւ արդեն իսկ արված աշխատանքների համար եւ ձեզ խաղաղ եւ լավ աշխատանքային օրեր ենք մաղթում, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհավորենք մեր ոստիկաններին։ Իսկ մենք շարունակում ենք։ Այսօր հայ կինոյի օրն էլ է, այս ինչ օր է այսօր։ Այսօր նաև կինոյի օրն է, այո, շնորհավորում ենք կինոյի մեր գործընկերներին։ Չինարիում 55 եւ 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Նախնական տվյալով նրանք թունավորվել են մարինացված վարունգից։ Արտաքին զնությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք զինամթերք է հայտնաբերվել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում է զննություն կատարվել, հայտնաբերվել է 1 գնդացիր, հակատանկային 2 ական եւ 5 հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չեն եղել որպես ուսումնական զենք կամ զինամթերք։ Վլադիմիր Պուտինը գերմաներեն է խոսել Դոբրոգրադ տեղափոխված Գերմանիայի քաղաքացու հետ։ Գերմանացին խնդրել է օգնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պուտինն էլ խոստացել է աջակցել նրան։ Wir bleiben im Kontakt und lösen das Problem. Es ist kein Problem. Nicht danke. Բաքուն եւ Աբշերոնյան թերակղզին հայտնվել են ջրհեղեղի տիրույթում, առատ տեղումներն ուղեկցվում են ուժգին քամիներով, առաջացնելով համատարած հեղեղումներ։ Ծովի ալիքները հասնում են 3 մետրի։ Տարերքի հետևանքով Բաքվում հեղեղվել են փողոցները, կամուրջները, շատ ճանապարհներ փակ են։ Տրանսպորտային հաղորդակցությունը կոլապսի մեջ է։ Հեղեղված շրջաններում սկսվել է տարհանում, բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում դուրս չգալ տանից։ Թուրքիայում սառնամանիք է, ոչնչացվել է խաղողից Իրանի խնձորի կեռասի բերքի 50-ից 80%-ը։ Խորհրդարանում արտակարգ հանձնաժողով է ձևավորվել ցրտահարության հետևանքների դեմ պայքարի համար։ Գյուղացիները հայտնվել են սննկացման եզրին, գյուղատնտեսությանը հասցված վնասի պատճառով, փորձագետները գնաճ են կանխատեսում։ Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևոր է մահացել, օդանավը Եգիպտոս է մեկնել այսօր ժամը 4:57-ին, ականատեսների խոսքով թռիչքից 1 ժամ անց տղամարդը սկսել է խեղդվել, ուղևորներն ու անձնակազմը փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։ Ինքնաթիռը վերադարձել է Վնուկովա օդանավակայան եւ բժիշկները հաստատել են տղամարդու մահը։ Մետրոպոլիտենում գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվել են շարժասանդուղքները։ Վերջին 2 տարում մետրոպոլիտենում 6.3 միլիարդ դրամի ներդրում է կատարվել։ Միջազգային չափանիշներով շարժասանդուղքի արագությունը չպետք է գերազանցի 0.7-ը։ Մեր շարժասանդուղքները չէին տեղավորվում միջազգային չափորոշիչների մեջ։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԿՊԱ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերտ ընտրությունների եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու երբեմնի դուխը չկորցնելու մասին։ Դրան են ուղված հնչող խոստումները, նաեւ փորձում է կանխել եւ ուղղորդել ապօրինի գույքի մասին օրենքի հետ կապված ՍԴ-որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու այդ օրենքով։ Եթե քիչ թե
Եթե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր։ Երեք ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե պատերազմ չի լինելու է խաղաղություն, պատերազմի համար որևէ հիմք չկա։ Հետո ափերից դուրս էր գալիս բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազուրից տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց, շարունակեց խոսքը։ ԿՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիևը չի հրաժարվում սահմանադրությունը փոխելու պահանջից։ Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն եւ արտահերթ ընտրություն եւ հանրակրվե։ Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ԿՊ-ի համար խնդիր չէ։ Նույն աղբյուրը գրում է, երեք կրկին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր եւ կրկին աղմկահարույց հայտարարություններ էր անում։ Արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններից տպավորությունն այնպիսին էր, որ նա պատրաստ է համաձայնել Ալիևի ցանկացած պահանջի, միայն թե ստանա խաղաղություն անվանումը կրող թղթային կտորը, որը կոչվում է պայմանագիր։ Փաշինյանն այդ նպատակով Ալիևին առաջարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն իրականացնել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ։ Նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը, հայտարարեց նա։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե Բաքուն ինչքան է կարևորում Մինսկի խմբի լուծարումը եւ այդ հարցն էլ խաղաղ դարձնելով փորձում է ստանալ Բաղդադի ստորագրությունը։ Այս առաջարկին Բաքվից 3 չարձագանքեցին, 3-ն նաեւ պատրաստակամություն հայտնեց սահմանադրության հարցում գնալ զիջումների։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հայտարարությունները 3 անհետաքրքիր էին անգամ ԿՊԱ-ականների համար։ Ֆիզիկապես ներկա падգամավորների մի մասը անհաղորդ էր, դրանց մի մասը հեռախոսների մեջ էր ընկղմված, ոմանք էլ այլ զբաղմունք էին գտել իրենց համար, խաղում էին, նկարում։ Ավելին, նախկինում կառավարության ծրագրերի եւ կատարողականների քննարկումների վերջում Փաշինյանի ելույթից հետո ԿՊԱ-ականները ծափահարում էին շեֆին, այս անգամ այլևս չկար նախկին էնտուզիազմը։ Հրապարակում կարդում ենք ԿՊ-ում խուլընդվզում է ինչպես եւ ինչու Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց։ Նախորդին ԿՊ խմբակցության նիստում պետք է որոշեին կողմ են թե դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելուն։ Սակայն նիստին մասնակցող падգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվել է, ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։ Եթե հանձնաժողովը падգամավորի արարքում հանցակազմ տեսնի եւ համարի, որ պետք է նրա վարկը քննարկման առարկա դառնա, կներկայացնեն падգամավորին, իսկ նախագիծը դեռ չի ընդգրկվել հանձնաժողովի օրակարգում եւ ԿՊ-ում կասկածներ ունեն, որ ջրելու են հարցը։ Երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց, թե ինչու են հարցի քննարկումը հետաձգել։ Հարմար չի եղել, չեն քննարկել եւ հավատացրեց, որ անպայման կքննարկվի, հավելեց, որ մտադրություն կա ոչ թե ժամանակավոր, այլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել։ Շատ վատ է, որ մինչեւ հիմա չունենք էթիկայի հանձնաժողով։ Տեղեկացնենք, որ քննարկում են ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծեն, որի կազմը կձևավորվի հավասար համամասնությամբ, եթե ընդդիմադիր падգամավորի վարկը քննարկեն, գլխավոր իշխանական падգամավոր, եթե իշխանականի ընդդիմադիր, եւ հանձնաժողովը կարողանա պատժամիջոցներ նախատեսել, ներկայում ընդհանրապես կարող է արձանագրել, որ падգամավորն էթիկա է խախտել, իսկ Անդրանիկ Քոչարյանը ասում են բավականին մարտական է տրամադրված, հավաքել է իր բոլոր գոլեգաների, լրագրողների հետ ունեցած միջադեպերը, որոնք արժանի էին էթիկայի հանձնաժողովի քննության, բայց ջրվել են։ Եվ եղանակ վաղվանից տաքանում է արտակարգ լավ վերջաբան, գրել է Գագիկ Սուրենյանը։ Լեռներում զգալի ձյուն է կուտակվել, սրտահարություններ չեն եղել, վաղվանից էլ օրերը տաքանում են։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ YouTube-յան ալիքը զարգացնելու համար, ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։